Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի իր պաշտոնակից Յոհան Վադեֆուլին։ Կողմերը համաձայնել են շարունակել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Սիբիհայի խոսքով Գերմանիան առաջին երկիրն է, որի հետ Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն։ Բանակցությունների ժամանակ երկու արտգործնախարարներն անդրադարձել են նաև Մոսկվայի դեմ պատժամիջոցներին եւ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությանը։ Վադեֆուլը հավաստիացրել է, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային աջակցությունը եւ կօգնի պատրաստվել առաջիկա ձմռանը։ Կողմերը քննարկել են նաեւ Եվրոպայի դերը խաղաղությանն ուղղված բանակցություններում։ Միևնույն ժամանակ Սիբիհան ընդգծել է ամերիկյան ներգրավվածության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով առանց Վաշինգտոնի առաջընթացի եւ արդար խաղաղության հասնելն իրատեսական չէ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները։ Կրիվոյ Ռոգի առևտրային կենտրոնին օգոստոսի 21-ին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, 130 մարդ վիրավորվել է, 9 մարդ դեռ անհետ կորած է։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Գիշերը հրթիռների եւ անօդաչուների հարվածների է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը։ Զապորոժիայում կա 3, Կիևում 2 զոհ։ Ռուսական ուժերը հայտնել են, որ Կիևում թիրախավորել են Բրովարի լոգիստիկ կենտրոնը։ Ուկրաինական հարվածներից էլ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում 2 երեխա է զոհվել։ Վնասվել են բնակելի տներ եւ նավահանգստի տարածքում գտնվող մի ձեռնարկություն։ Առաջին անգամ թիրախավորվել է Օզոն ընկերության ենթակառուցվածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Սամարայի մարզում օզոնի պահեստից ավելի քան 500 մարդ է տարհանվել կան տուժածներ։ Ընկերությունը հայտնել է, որ պատվերների զգալի մասը կչեղարկվի։ Մինչ այս թիրախավորվում էր միայն Wildberries-ը։ Սամարային հարվածների մասին հայտնել է նաեւ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ուկրաինական ուժերը հարվածել են Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին ռազմաճակատից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ տեղի իշխանությունների 1 մարդ զոհվել է։ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել, թե ինչի կհանգեցնեն տնտեսական միջոցները։ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ այժմ Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում եւ որ երկրում ինֆլյացիան հասել է 350%-ի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց իմ կարծիքով դեռ պատրաստ չեն ճիշտ գործարքի, նշել է Թրամփը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր տնտեսական պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլև նպատակ ունեն ամերիկյան ինքնիշխանությունը տարածել ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ պետության վրա։ Ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով պարտադրել օտարերկրյա բանկերին, ձեռնարկություններին կամ օդանավակայաններին հրաժարվել երրորդ պետության հետ օրինական առևտրից, նշել է նա։ Բաղային հավելել է, այս պահանջները ծովային շրջափակման հետ միասին խաթարում են այլ պետությունների ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Իրանի պաշտպանության նախարարության, վերջին տարվա ընթացքում զինամթերքի արտադրությունը կրկնապատկվել է եւ այժմ երկիրը նախատեսում է եռապատկել այն։ Իրանն իրաքյան մի քանի նավթատար լցանավի թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով։ Այս հարցով Բաղդադը մի քանի անգամ դիմել էր Թեհրանին։ Որոշումն ընդունվել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Իրաք այցից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ հնարավորություն ունենալ երրորդ անգամ առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Ցավոք գոյություն ունեն կանոններ, ըստ որոնց չի կարելի առաջադրվել։ Եթե նրանք ցանկանան դա փոխել, ես շատ ուրախ կլինեմ, ասել է Թրամփը։ Նրա նախագահական ժամկետը լրանում է 2029 թվականի հունվարին։ Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի նոյեմբերին։ ԱՄՆ դատարանը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հունվարին ընդունված որոշումը, որով կասեցվել էին ներգաղթային վիզաները 75 երկրի քաղաքացիների համար։ Ըստ դատավորի վիզաների կասեցումն անօրինական է, որոշումը խախտում է ԱՄՆ ներգաղթային օրենքը, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները։ Հունվարին պետքարտուղարությունը դադարեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի, Վրաստանի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Աֆրիկյան, Բալկանյան, Ասիական եւ Մերձավոր Արևելյան մի շարք երկրների քաղաքացիներին։ Ըստ պետքարտուղարության հավանականությունը մեծ է, որ այդ երկրների քաղաքացիները կախվածության մեջ կընկնեն ԱՄՆ կառավարության ռեսուրսներից։ Որոշ երկրներ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին միանալու հետաքրքրություն են հայտնել։ Բանգլադեշի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիտարկել դաշինքին միանալու հնարավորությունը հաշվի առնելով ազգային շահերը եւ միջազգային փոփոխվող իրադրությունը։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարն էր հայտնել, որ երկիրը դիտարկում է Մեքքայի համաձայնագրին միանալու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Մեքքայի համաձայնագիրը շատերն անվանում են իսլամական ՆԱՏՕ։ Անկարայի, Էր-Ռիադի եւ Իսլամաբադի միջև կնքված դաշինքը նախատեսում է ռազմական գործակցության խորացում, նաեւ ՆԱՏՕ-ի օրինակով ներառում է հավաքական պաշտպանության սկզբունքը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։